Ողջույն սիրելի բարեկամներ։ Հելիկոբակտեր պիլորին մի միկրոօրգանիզմ է, որը ախտահարում է մարսողական տրակտը և ժամանակի ընթացքում հանգեցնում է լուրջ բարդությունների։ Սա բժշկության մեջ ամենաշատ հանդիպող բակտերիաներից է, որի ժամանակին ախտորոշումը խիստ կարևոր է առողջության պահպանման համար։ Մարդկանց մեծ մասը տեղյակ չի լինում, որ ունի վարակ, քանի որ երբեք այդ պատճառով ինքնազգացողության վատացում չի դիտարկվում։ Այս վարակը ունեցող մարդկանց մեծ մասը երբեք որևէ գանգատ կամ ախտանիշ չի ունենում։ Դեռևս պարզ չէ, թե ինչու բազմաթիվ մարդիկ գանգատներ չեն ունենում, թեև որոշ մարդիկ կարող են ծնվել հելիկոբակտեր պիլորիի վնասաբեր ազդեցությունների նկատմամբ ավելի դիմադրողունակ։ Երբ այս վարակի ժամանակ ի հայտ են գալիս գանգատները, դրանք սովորաբար կապված են լինում գաստրիտի կամ պեպտիկ խոցի հետ և կարող են ներառել ստամոքսի ցավ կամ այրոցի զգացում, ստամոքսի շրջանի ցավ, որը կարող է ուժգնանալ, երբ ստամոքսը դատարկ է, սրտխառնոց, ախորժակի կորուստ, հաճախակի գղտոցներ, որովայնի փքվածություն, ոչ միտումնավոր քաշի կորուստ, սև կամ արյունային կղանք խոցի արյունահոսության դեպքում։ Սիրելի դիտողներ, մինչ կշարունակեմ այս թեման, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր և օգտակար տեսանյութերը։ Հելիկոբակտեր պիլորիի վարակի պատճառը նույն բակտերիաներով ստամոքսի վարակումն է։ Այս բակտերիաները սովորաբար փոխանցվում են մարդուց մարդուն քթի, փսխման կամ կղանքի հետ անմիջական շփման միջոցով։ Թե ինչպես են այս բակտերիաները որոշ մարդկանց մոտ առաջացնում գաստրիտ կամ պեպտիկ խոց, դեռևս մնում է անհայտ։ Մարդիկ հաճախ այս բակտերիայով վարակվում են մանկական տարիքում։ Վարակի ռիսկի գործոնները կապված են մանկական տարիքում կենցաղային պայմանների հետ։ Օրինակ, մարդաշատ պայմաններում ապրելը, նույն տան մեջ բազմաթիվ այլ մարդկանց հետ ապրելը կարող է մեծացնել այս վարակի ռիսկը։ Առանց մաքուր ջրի մշտական մատակարարման ապրելը, զարգացող երկրում ապրելը, մեկի հետ ապրելը, ով ունի այս վարակը։ Ավելի հավանական է, որ վարակվեք այս բակտերիայով, եթե ապրում եք վարակ ունեցող մեկի հետ։ Հելիկոբակտեր պիլորիի վարակը հայտնաբերող մի քանի տեստեր և միջոցառումներ կան։ Տեստավորումը անհրաժեշտ է բակտերիան հայտնաբերելու համար։ Թեստերը կարող են կատարվել կղանքի նմուշի միջոցով, շնչառության տեստի և վերին էնդոսկոպիկ հետազոտության միջոցով։ Շնչառական տեստի ընթացքում, որը կոչվում է միզանյութի շնչառական տեստ, կուլ եք տալիս հապ, հեղուկ կամ փոշի, որը պարունակում է ռադիոակտիվ նշված ածխածնի մոլեկուլներ։ Եթե լինի վարակը, ստամոքսի հելիկոբակտեր պիլորիի բակտերիաների հետ շփվելիս ածխածինը արտազատվում է։ Ածխածինը օրգանիզմից հեռանում է արտաշնչելիս։ Թոքերով հեռացող ածխածինը չափելու համար ձեզ խնդրում են, որ փչեք տոպրակի մեջ, հատուկ սարքը հայտնաբերում է ածխածնի մոլեկուլները։ Այս տեստը կարող է օգտագործվել չափահասների և 6 տարեկանից բարձր երեխաների համար, ովքեր կարող են հաջողությամբ մասնակցել հետազոտությանը։ Էնդոսկոպիկ թեստ։ Բժիշկը կարող է առաջարկել էնդոսկոպիկ հետազոտություն, որը հայտնի է որպես վերին էնդոսկոպիա։ Այս քննության համար տրվում են դեղամիջոցներ, որոնք օգնում են թուլանալ և ավելի հեշտությամբ տանել հետազոտության հետ կապված անհարմարությունը։ Քննության ընթացքում բժիշկը ազատ ծայրին փոքրիկ տեսախցիկ ունեցող երկար ճկուն խողովակը կոկորդով և կերակրափողով ներմուծում է մինչև ստամոքս և բարակ աղու սկզբնական հատված։ Այս գործիքը թույլ է տալիս տեսնել վերին մարսողական խողովակի խնդիրները։ Հնարավոր է, որ վերցվի հյուսվածքային նմուշ, բիոպսիա, որոնք լաբորատորիայում հետազոտվում են բակտերիաներ գտնելու համար։ Հակաբիոտիկները կարող են նվազեցնել թեստի ճշգրտությունը։ Ընդհանուր առմամբ կրկնակի թեստը կատարվում է միայն հակաբիոտիկների ընդունումը 4 շաբաթով դադարեցնելուց հետո, եթե դա հնարավոր է։
Հելիկոբակտեր պիլորի վարակը սովորաբար բուժվում է նվազագույնը 2 տարբեր հակաբիոտիկների միաժամանակյա օգտագործմամբ։ Սա օգնում է որևէ մեկ հակաբիոտիկի նկատմամբ բակտերիայի կայունության զարգացման կանխարգելմանը։ Բուժումը նաև կարող է ներառել ստամոքսի լորձաթաղանթի լավացմանը նպաստող դեղամիջոցներ։ Թերապիան սովորաբար տևում է 15 օրից մինչև 1 ամիս։ Կարևոր է բուժումը անցկացնել ամբողջությամբ բժշկի հսկողությամբ։ Բուժումից հետո կրկնակի հետազոտությունը կարևոր է համոզվելու համար, որ այս վարակը անհետացել է։ Կարող է նաև առաջարկվել, որ բուժումը ավարտելուց առնվազն 4 շաբաթ հետո անցնեք հելիկոբակտերի պիլորիի թեստ։ Եթե թեստի արդյունքով պարզվում է, որ բուժումը չի վերացրել վարակը, կարող է նշանակվել լրացուցիչ բուժում այլ զուգակցված հակաբիոտիկներով։ Աշխարհի այն տարածաշրջաններում, որտեղ պիլորի վարակը և դրա բարդությունները տարածված են, բժիշկները երբեմն առողջ մարդկանց առաջարկում են այս բակտերիայի հայտնաբերման թեստ։ Արդյոք կա օգուտ հելիկոբակտեր պիլորի վարակի թեստից, երբ դուք չունեք վարակի նշաններ կամ ախտանիշներ։ Փորձագետների շրջանում մնում է վիճելի հարց։ Եթե մտահոգված եք այս վարակով կամ կարծում եք, որ ունեք ստամոքսի քաղցկեղի բարձր ռիսկ, խոսեք բժշկի հետ։ Միասին կարող եք որոշել, թե արդյոք կարող եք օգուտ քաղել այս տեստից։ Դուք նաև կարող եք նվազեցնել հելիկոբակտեր պիլորիով, նաև այլ միկրոբներով վարակվելու ռիսկը հետևյալ պարզ քայլերով։ Խուսափեք չլվացած սննդամթերքներ ուտելուց և ոչ մաքուր ջուր խմելուց։ Խուսափեք ոչ բավարար եփված կերակուրներ ուտելուց, օրինակ, երբ ճանապարհորդում եք։ Խուսափեք այն մթերքներից, որոնք հյուրասիրում են ոչ լվացած ձեռքերով։ Զուգարանից օգտվելուց առաջ և հետո, խոհանոցային գործերից, այդ թվում կերակուր պատրաստելուց առաջ և հետո լավ լվացեք ձեր ձեռքերը։ Ինչ կլինի, եթե չբուժվի այս բակտերիան։ Հելիկոբակտերը չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել քրոնիկ գաստրիտի, ստամոքսի և 12 մատնյա աղու խոցի, խոցի բարդությունների, պատռում, արյունահոսություն և նույնիսկ ստամոքսի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի։ Հելիկոբակտեր պիլորին շատ տարածված մանրէ է, որը կարող է երկար ժամանակ աննկատ մնալ, սակայն ժամանակի ընթացքում առաջացնել լուրջ խնդիրներ։ Ժամանակին ախտորոշումը և բուժումը լավագույն միջոցներն են կանխելու բարդությունները և պահպանելու ստամոքսի առողջությունը։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, չմոռանաք հավանել տեսանյութը և կիսվել ձեր ընկերների հետ։